Պարոն Աբրահամյան, ինչպես մեկնաբանեք Սամվել Կարապետյանը շուրջ տեղ ունեցավ երեկվանից այսօրացածը, ինչ է կարծում սա ուղիղ կապ ունի հենց երեկվա հայտարարության հետ, թե գուցե ավելի խորքային հարցեր կան։ Տեսեք, այն հարցակումները, որոնք սկսվել են Մայրաթորի նկատմամբ, տարբեր հոգևորականների նկատմամբ, բնականաբար իշխանության համար այդպես էլ հեշտ մարսվող թեմա չի կարող լինել, որովհետև հայ առաքելական եկեղեցին ունի բավականին բարձր վարկանիշ Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Այդ հեղինակությունը ոչ թե ստեղծվել 1, 2 կամ 3 օրերի, ամիսների կամ տասնամյակների ընթացքում, դա հազարամյակների պատմություն է եւ եկեղեցին նաև իր մեջ կրում այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որը անմիջապես կախված է հայ ժողովրդի պետականության տարբեր փուլերի հետ։ Եվ բնականաբար հայ առաքելական եկեղեցու դեմ այդ հարձակումները չի կարող արագ որևէ արձագանք ունենալ։ Հիմա ստեղծված իրավիճակում, գիտեք, հավատավոր ժողովուրդը սատար է կանգնել իր եկեղեցուն։ Հիմա դա նաև արտահայտվել է Սամվել Կարապետյանի նաև հայտարարությամբ, եւ իշխանությունը այդտեղ բնականաբար վտանգ է տեսնում, որովհետեւ որքան այս process-ը դառնում է մեր հասարակության մոբիլիզացիայի նաև աղբյուր, բնականաբար դա շատ ավելի անհանգստացնող է եւ անհանգստացնող է հատկապես այն պարագայում, երբ որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք, իսկ Սամվել Կարապետյանի քշիռը չնայած առաջին հերթին արտահայտում է տնտեսական հարաբերություն որպես գործարար, բայց բնականաբար իր հեղինակությունը նաև քաղաքական բավականին մեծ քշիռ է նաև աղորդում իր վարքագծին, իր կենսագրությանը եւ բնականաբար ստեղծված իրավիճակում իշխանությունը որևէ ձևի պետք է ռեակցիա տար, որը երեք արտահայտվել է ձեր տեսած ձևով։ Երեք տարածվեց գներես Շուշ ջան։ 24 նյուզներ նախապես հայտարարել այցի մասին, երեք հաստատվեց եւ նորից տեղեկություններ 24 նյուզի աղբյուրներով ըստ էության այսպես Ադրբեջանի Փաշինյանին հաջողվել է այսպես սահմանադրության փոփոխությունը հանել, տեղեկության հնարավոր չի դանել եւ այսպես ալտերնատիվ տարբերակ եկեղեցու դեմ արշավ սկսելն է, որքան էլ իշխանությունները փորձում են հերքել այս կապը ադրբեջանական այս վայրահաչոցների հետ։ Ամեն դեպքում դուք իրատեսական համարում եք, որ այստեղ սահմանադրության փոփոխությունից հրաժարվել են եւ այսպես եկեղեցու դեմ արշավով փորձում են այսպես ինչ-որ կոմպենսացնել իրավիճակը։ Մեր հասարակությունը ի հակառակ այն խոստումների, որոնք ստացել էր 2018 թվականին, ոչ միայն Արցախի հարցով կամ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասով չի տիրապետել այն թափանցիկությանը, որը նրան խոստացվել էր, այլ տեսել է, որ տարիների ընթացքում տեղի ունենում ճիշտ հակառակը։ Հիմա սրանով պայմանավորված այս իշխանությունը տարբեր փուլերում այնպիսի քայլեր է արել անկանխատեսելի մեր հասարակության համար, որ հատվություն ստեղծված իրավիճակում մարդկանց համար դառնում է խիստ հավատալի եւ վստահելի։ Հիմա ձեր ասած կոնկրետ հարցի հետ կապված եթե վերլուծենք ադրբեջանական մամուլը, հատկապես այն քարոզչամեքենա, որոնք գտնվում են պետական տարբեր ստրուկտուրաների վերահսկողության տակ, ուժային կառույցների նախագահական ապարատի եւ այլն, կտեսնեք, որ ներդաշնակ ձևով բավականին մեծ հարվածներ է տեղում եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ դրանք հնչում են երեկվանից նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Սամվել Կարապետյանի մասով դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շատ վաղուց փորձում է միջազգային հետախուզում հայտարարել եւ փորձում է դրանով նաեւ որոշակի ճնշումներ ապահովել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց Սամվել Կարապետյանը Արցախում բավականին մեծ ներդրումներ արել, ինչը բնականաբար իրականություն է եւ դրանով գիտեք բոլոր այն գործարարներ, այն մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել Արցախում, նրանք մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակով եւ նաեւ քարոզչական հարձակումների ներքո։ Կոնկրետ հայ առաքելական եկեղեցու հետ կապված բնականաբար առաջին իսկ օրերից սինխրոն գործել է հարձակումների ձևով, որովհետեւ նախ դա արտահայտվել է Ադրբեջանում իրենց կրոնական առաջնորդի հայտարարություններով, հետո դրան միացել են տարբեր քաղաքական գործիչներ եւ դրան հետեւել է նաեւ քարոզչական բավականին մեծ հարձակումներ, այսինքն սինխրոն սա տեղի ունեցող process-ը, ինչը ձեր ասած հարցադրումը եւ դրա եզրահանգումները բավականին դրամաբանական են դարձնում։ Ես չեմ կարող հիմա վստահ ասել, որ
նման պայմանավորություն եղել է, թե չի եղել, ոնց որ դուք եք կարդացել, նույն ձև ես եմ կարդացել, բայց այն տրամաբանությունը, որը վերջին 4-5 տարիներին հատկապես նկատելի է այդ գործընթացում, բնականաբար ես որևէ ձևով չի կարող որևէ բան բացառելի դարձնել, հատկապես որ դա իրականությանը մոտ է այս իշխանությունների վարքագծի պարագայում եւ նրանց արտահայտած քաղաքականության պարագայում եւ ստեղծված իրավիճակում բնականաբար նմանատիպ ենթադրությունները, այսպես ասեմ, որովշակի առումով կարող են նաև հիմնավոր դիտվել։ Պարոն Աբրամյան, Նիկոլ Փաշինյանը հիմա ներսից զրահումներ է շարունակում կատարել։ Մի քանի րոպե առաջ էլ կրկին այս հեծի թեմայով գրեց, որ հեծը պետականացնելը պետք է արագացնել եւ ինքը հանձնարարական ունի արդեն եւ նաև հորդոր է անում հեծի աշխատակիցներին շարունակել աշխատանքը։ Ես նախ ուզում եմ ձեզ հարցնել, ինչպես եք գնահատում իր այս հայտարարությունը եւ ինչ մեխանիզմներ կան, դուք ինչ մեխանիզմներ եք տեսնում այս գործընթացը իրականացնելու համար։ Նախ իշխանության կամայականությունները տարբեր փուլերում արտահայտվել են։ Մեր բոլորի աչքի առաջ է եղել են բոլոր գործընթացները եւ իշխանությունը տարբեր բնույթի գրոհներ է սկսում բոլոր այն ուժերի, ինստիտուտների կամ գործիչների նկատմամբ, ովքեր իր դիրքորոշումից տարբերվող մոտեցում են ներկայացնում կամ այսպես ասած ճակերտավոր խոչընդոտում են իրենց քաղաքականության իրացմանը։ Բայց մի բան ասեմ, կոնկրետ հեծի դեպքում իմ տպավորությամբ Սամվել Կարապետյանը առանձնապես մտահոգություն չունի այդ մասոցերին հասնելու համար ամեն ինչ անելու է, անկախ նրանից թե դրանից իրեն ֆինանսական որևէ կորուստ կլինի, թե չի։ Բայց սա այլ խնդիր է նաև առաջացնում անուղղակի։ Տեսեք, ճիշտ է, Հայաստանը ունի փոքր տնտեսություն, բայց բնականաբար ներդրողները, պոտենցիալ ներդրողները, այն բոլոր կառույցները, որոնք հետևում են աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող միտումներին, սա բնականաբար այո, սա անցալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում եւ սա բնականաբար նաև ազդելու է Հայաստանի վարկանիշին, որը հետագայում հնարավոր ներդրումների վրա անկախ նրանից թե դրա հիմքում այսօր իշխող քաղաքական ուժը ինչ է դնում, բնականաբար այն մարդիկ, ովքեր մասնագիտորեն հետևում են այս process-ին, բնականաբար իրենց համար պարզ է թե ինչ է տեղի ունենում եւ սա կրկնում եմ նաև բավականին վատ ազդեցություն ունենալու մեր ներդրումային միջավայրի վրա եւ Հայաստանի որպես պետություն նաև սա իմիջային մեծ խնդիրներ է։ Մեխանիզմների, հա, այդ գործնականում մեխանիզմների առումով սա ինչ օրինական մեթոդներ սա անելու կա, պարոն Աբրամյան, կարծես թե չկա։ Այժմ մասնակցություն է ունենալու թե ինչ որ կառավարության մեկ որոշում բավարար է դրան։ Անկեղծ ասած չգիտեմ թե ընդհանրակարգային մասով ինչպես կիրականացվի, բայց չեմ կարծում թե խորհրդանի հարց կառաջանա, թեև եթե խորհրդանի հարցը առաջանա, եթե կառավարող ուժը նման որոշում կայացնի, խորհրդանում ունի մեծամասնություն եւ ունի բոլոր հնարավորությունները նաև խորհրդանում այդ process իրականացնելու համար, բայց ընդհանրակարգային առումով չգիտեմ թե ոնց է իրականացվելու, հատկապես երբ որ գործընթացը մեկնարկը ապօրինի է, բնականաբար մենք չգիտենք ինչ նոր սյուրպրիզներ կլինեն եւ այդ ապօրինությունները ինչպեսի դրսեւորումներ կստանան։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, եթե օրինակ ինչ որ անձի հետ խնդիր է ունենում եւ այդ անձը գործարար միջավայրից է, նա կարող է կոնկրետ որոշումներով այդ միջավայրում ինչ որ որոշումներ կայացնել, բիզնեսը փոխել կամ չգիտեմ ինչ որ բան պետականացնել։ Այսինքն ստացվում է այդ քաղաքական նպատակահարմարության, քաղաքական խնդիրների պատճառով կարող է անդրադառնալ թեմաների առանց հետագա հաշվարկները ունենալու թե ինչ կլինի այդ ոլորտի հետ։ Ախ, ես չեմ կարծում թե դրա տակ հաշվարկներ չկա։ Ուղղակի իշխանության համար կա առաջնահերթություն։ Այդ առաջնահերթությունը իր իշխանության երկարաձգումն է, անկախ նրանից թե դա ինչ հետևանքներ կթողի Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի պետականության վրա կամ հասարակության վրա, նրան առանձնապես չի հետաքրում։ Կա մի գիծ եւ այդ գիծը անցնում է նրա իշխանության պահպանության եւ վերարտադրության ճանապարհով։ Հիմա այն վարքագիծը, որը դրսեւորում է քաղաքական իշխող ուժի ղեկավարի կողմից կամ արտահայտում է սոցիալական ցանցում, վաղիկ կարող է իրեն հռչակել որպես հայ-առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, ու ասի, որ գիտեք, այն խումբը, որը մենք ձևավորել ենք, այս մեր իրականության մեջ համարում է, որ օբյեկտիվ առումով ես կարող եմ այդ տեղը զբաղեցնել եւ այլն։ Այսինքն նրա քայլերը որոշակիորեն անկանխատեսելի են։ Մյուս կողմից, երբ որ մարդ արդեն գնում է վաբանկ, ստեղծված իրավիճակում արդեն տրամաբանություն ակնկալել նրա քայլերից պարզապես չեն կարող։
Մի րոպե էլի Զորջ ջան, դուք արդեն երկրորդ կռուղն եք, սռում չեք թողում հարց։ Ասա, նո։ Երեխեքին ուղղակի հարց ուներ, դուք Լավ, նարեկին առանձին պատասխան։ Եթե ըստուրելի ԱՑՎ-ը չի եղել Փաշինյանի հրավերին եւ այդ Երևանից կարծիքներ կան, որ Փաշինյանը գործել է ուժային կառույցների վրա, այսպես ազդեցությունը, եթե իր հրահանգները չեն կատարում։ Դուք այդպիսի եզրակացություն անեք։ Ես կարծում եմ դեռևս վաղ է նման եզրահանգում անել, որովհետև մենք ինչ էլ քննարկեցինք ԱԱՑ-ը արդեն նախկին տնօրենի հետ կապված, դրանք բացառապես ենթադրությունների ժանրից են եւ այս պահին դժվար է դրա հիման վրա շատ ավելի խորը եզրահանգումներ անել։ Այնպես որ մի քիչ ժամանակը կանցնի եւ կերևա քաղաքական process-ն էլ դա արդեն ցույց կտան։ Շնորհակալություն։